ընդհանրապես։ Իզուր չէր, որ որպես խորհրդանիշ ես գաթայով ներկայացա, ուզում եմ, որ այս նոր տարին, ինչպես որ խորհրդանշեցինք, այն մոռանանք բոլոր դժվարությունները, մոռանանք բոլոր անհաջողությունները, կարողանանք տեսնել գեղեցիկը բոլորի մեջ, ամեն ինչի մեջ կարողանանք գտնել գեղեցիկը։ Ու քանի որ այս տարի լրանում է 100 տարին մեր ողբերգության, այո։ Այդ մեծ ողբերգության, թող դրանից չպետք է ավելի թուլանանք, մենք պետք է ավելի համախմբվենք, պետք է ավելի ամրանանք ու թող որ այս տարին բոլորի տներում լինի ուրախություն, սրտերում լինի սեր, ընտանիքներում երջանկություն։ Եվ հուզվեցիր, ապրես դու զվարթ, ապրես։ Ես էլ եմ ցանկանում, որ մեր բոլորիս ընտանիքներում լինեն միայն ուրախ առիթներ։ Եվ ես տեսնում եմ, որ արդեն մենք ունենք եւ հյուրենք բարև Ռուզան Նահապետյան, ապրես դու Ռուզան ջան։ Ինչպես ես շնորհավորում եմ 1000-րդ հաղորդումը, որը ինձ համար մեծ պատիվ է այսօր գտնվել այստեղ։ Ապրես Չէի կարող դատարկա ձեռն գալ։ Ասիլիկ բասիլիկները։ Այո, նրանք ուրախություն են բերելու թե հաղորդաշարին, թե ձեզ եւ թե ժողովրդին։ Ապրես դու ամենահետաքրքիրը, որ նախնական զրույցում դու նշեցիր եւ շատ են մեզ հարցնում այ ամանորին ինչ ուտեսնել, ինչպիսի կարկանդակներ կամ խմորեղեններ պատրաստեն, դու ինձ առաջինը հենց ցույց տվեցիր Այո։ Հարսիկը, որը խելու ընթացքում, հա, եթե տարվա ընթացքում հարսիկի փորիկը ուռում է, ուրեմն տան անդամները թորնիկ են լինելու։ Թորնիկ է լինելու։ Եվ ցանկանանք ամբողջ հայազգին, որ մեր հարսները թորնիկներ պարգևեն, երեխաներ շատ ունենանք։ Հարգելի հեռուստադիտողներ, Ռուզաննային դուք շատ եք հանդիպել, շատ եք տեսել, մեր կազմակերպության փոխնախագահն էր, բայց իմացեք, որ կազմակերպության ներսում այսպես միշտ չէ, որ այսպես բարեհամբույր է, շատ խիստ խստապահանջ նախ իր նկատմամբ եւ հետո կազմակերպության։ Ընդհանրապես աշխատանքի նկատմամբ։ Եվ աշխատանքի նկատմամբ։ Ապրես դու, Ռուզան ջան, ես ուզում եմ մեր հեռուստադիտողներին առաջարկել եւս մեկ տեսանյութ կապված ասիլիկ բասիլիկների հետ։ Եվ մենք նորից կվերադառնանք տաղավար։ Ասիլ բասիլիկ։ Ամանորյա տոնակատարությունները զերծ չէին գուշակ վիճակներից։ Տարբեր միջոցներով ցանկանում էին գուշակել մյուս տարվա հաջողակ բերի լինելը։ Ահա այսպիսի գուշակություններից մեկն էլ խմորից մարդուկներ պատրաստելն էր եւ դրանք թոնրում թխելը։ Բանը նրանում էր, որ այս թխվածքե մարդուկները խորհրդանշում էին այն պատրաստողի հաջողությունները գալիք տարում։ Այսպես, եթե ասիլիկ բասիլիկները թխվելու ընթացքում ուռչում եւ կարմրում էին, նշանակում էր, որ տարին հաջող է լինելու այն պատրաստողի համար։ Ավելին, հարսները այդ միջոցով գուշակում էին գալիք տարվան երեխա են ունենալու, թե ոչ, եւ այդ երեխան տղա է լինելու, թե աղջիկ։ Եթե թխվածքե մարդուկի փորը եփելուց դեպի վեր էր ուղված, դա տղա էր խորհրդանշում, իսկ ներքև աղջիկ։ Պատրաստվում էին նաև հացիկներ մեջտեղը անցքով, եւ այդ հացիկները անցկացնում էին կենդանիների եղջերուներից, որը չարխափան նշանակություն ուներ։ Այսքանն էլ ասիլիկ բասիլիկների համար, բարեկամներ, իհարկե մենք խոսեցինք միայն այն հարսիկի տեսքով ասիլիկ բասիլիկի մասին, դուք ծանոթացաք, տեսաք, որ շատ ավելի այլ կերպարներով կարող եք պատրաստել, հուսում եմ, որ առիթը կօգտագործեք եւ գոնե այս նոր տարին կպատրաստեք այսպիսի խմորեղեններ եւ ձեր տարին կլինի հաջողակ։ Ռուզան, ուզում եմ, որ դու նաև կենացի տեսքով քո սրտի խոսքը ասես եւ մեր հեռուստադիտողներին եւ հաղորդաշարին, մեր 1000-րդ հաղորդումն է վերջիվերջո եւ մեր նկարանող խմբին, դու միշտ հանդիպել ես եւ մենք միշտ միասին ենք եղել։ Ցանկանում եմ նկարահանող խմբի անդամներին լինեն առողջ, միշտ մեր կողքին կանգուն։ Էլ ավելի մեծ ցանկություններով ուզում եմ դու առողջ լինես, Սեթրակ, որպես հին բարեկամ, ինձ հարազատ։ Ապրես դու։ Հազարավոր հաղորդումներ, տասնյակ հազարավոր հաղորդումներ պատրաստենք, կրթենք, դաստիարակենք քո միջոցով, քո ուղղությամբ։ Միասին բոլորս։ Առատ լինի մեր բոլորի սեղանը, հայ ժողովրդի սեղանը, թող առողջ խաղաղ երկնքի տակ ապրենք անհոգ եւ ուրախ։ Շնորհակալություն Ռուզաննա ջան, կարծում եմ դեմ չես լինի, որ մեր ընկերներին բոլորին հրավիրենք եւ ուզում եմ այստեղ մինչ այժմ ոչ մեկս չնշեցինք, չխոսեցինք,
Ուզում եմ մեր կազմակերպության գործադիր տնօրենին շնորհավորել նաև, որովհետև այս տարի ունեցավ իր ընտանիքի մեջ լրացում, ունեցավ դուստր։ Գարիկ ջան, շնորհակալություն բոլորիս եւ տոնը եւ հաղորդման ամենակը շնորհավոր։ Ահա։ Բարեկամներ, մեր թիմը, մեր ընկերները, բոլորը չեն իհարկե, բայց այն սրտացավ մարդիկ են, ովքեր որ ոչ միայն օգնում են հաղորդմանը, ոչ միայն օգնում են ընդհանրապես կազմակերպության հետ կապված աշխատանքներին, այլ նաև առաջի քննադատներ են, հավատացեք ինձ, առաջի քննադատները բոլորը անխտիր, տեր կանգնենք, պահպանենք, կռիվ տանք, եթե պետք է, մեր ազգային խոհանոցը համաշխարհային խոհարարական ասպարեզում իր տեղը պիտի գրավի, իր ուրույն տեղը, եթե ոչ հայը, ոչ մեկը հայից բացի այդ տեղը չի կարող գրավել։ Շնորհակալություն, բարեկամներ, ապրեք դուք որ կաք։ Բոլորս ասենք շնորհավոր, հազարավոր։ Եվ հապամայնի երկա, չէ, ասում է ես ինչ անեմ։ Ինչ անեմ, Պարոն Սեթրա։ 100 հոգի մի դտում, իսկ մեր դտումը կբավարարի այդ Մենք մոռացանք երկիր մեդիային։ Շնորհակալություն հայտ։ Շնորհակալություն երկիր մեդիա հեռուստաընկերություն։ Հիմա եկավ ամենակարևոր պահը։ Տարեհացը 12 մասի։ 12 մասի։ Եթե այսպես խաչ անենք, կդառնա ինչքան։ 12։ Սա 4, չէ՞։ Այո, 6։ Բարեկամներ 12 կտոր եղավ։ Այո։ Հիմա պիտի բաժանենք։ Խորեն Գրիգորյան։ Գրիշա Անտինյան։ Ռուբեն Պողոսյան։ Ռուզաննա Նահապետյան։ Գարիկ Գևորգյան։ Շնորհակալություն։ Տեսնենք, մեջը չի։ Զվարճան, շատ աշատովին։ Շնորհակալություն։ Արտուր Սահակյան։ Ես ըստ չափերի ես տալիս Այո։ Սա Բիայնային, սա Վաչեին եւ սա ինձ։ Շնորհավոր։ Ախալվան։ Տեսնեք, պարոն Մամուլյան, ձեզ ենք ասում։ Եվ որքան արդար էր։ Կարիք դու մտրեցի մեջը ես։ Մետաղադրամը ընկավ ինձ։ Շնորհավորում եք։ Բարեկամներ, սա է մետաղադրամը եւ ընկավ Արարատյան խոհանոց։ Շնորհավոր։ Պետրավիճան շնորհավոր։